ուզում եմ այսօր խոսամ մի թեմա, որ կոչվում է Աստված թե մամոնա։ Աստված թե մամոնա։ Ինչ է մամոնան։ Մամոնան սա հունարեն եւ եբրայերեն բառեր են, որ կոչվում է փող, հարստություն կամ հարստության Աստված։ Մի համար կկարդանք Մատթեոս 6-րդ գլխի 24 համարը։ Տեր Հիսուսը ասեց. ոչ մեկ չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։ Մամոնա, ինչպես ասեցի, դա փողնա, հարստությունա կամ տեղեր կա որ հարստության որպես Աստված։ Տեր Հիսուսը ասեց հնարավոր չի, եթե մարդը մամոնային ծառայում, այսինքն իր ուշքու միտքը սիրտը տարված է մամոնայով, փողով, փողասիրությունով, հնարավոր չի, որ այդ մարդը կարողանա ծառայի Աստծուն, պաշտի։ Մարդիկ կարող է գան տարիներով եկեղեցի, մարդիկ կարող է տարիներով լինեն եկեղեցում, բայց լինեն մամոնայի ազդեցության տակ կամ մամոնայի ոգու, դա սկզբից Պարդադիչի ոգի լինի, չար հոգի, ոգի ասելով նկատի ունեմ չար հոգի, դա ուղղակի ցանկություն է, դա ուղղակի ձգտում է, դա ինչ-որ նպատակ է, բայց հետո որ մարդ շատ է մտածում դրա վրա, դա կարող է արդեն ոգի գա, չար հոգի գա եւ իշխի իր կյանքում։ Իրականում Աստված կամենում է, որ ամեն մարդիկ լինեն օրհնված։ Իրականում հարստությունը դա մեղք չի։ Որտեղից գիտենք, Աստվածաշնչից գիտենք։ Շատ մարդիկ, ովքեր որ կարդացել են Աստվածաշունչը, ավելի մակերեսային են կարդացել։ Մեկ անգամ, երկու անգամ, միգուցե հանդիպել են տեղեր, որտեղ ասում է հոգս մի արեք ձեր կյանքի համար, օրինակի համար որոշ հատվածներ կա, որ հոգս մի արեք, Աստված կտա, կամ եղածով բավարարվեք, հերիքա, եւ սենց թյուր կարծիք են կազմել իրանց մեջ, մտածելով, որ հարստությունը մեղք է։ Հարստություն ունենալը մեղք է, բայց այդ չի ասում Աստծո խոսքը։ Եթե հարստությունը մեղք լիներ, ուրեմն Աբրահամը ուրեմն շատ պետք է մեղավոր մարդ լիներ, որտեղ Աստծո խոսքը ասում է, որ Աստված Աբրահամին կանչեց եւ ուղարկեց նրան մի երկիր, որտեղից պետքա իր ազգը առաջանար մեծ ազգ եւ ասում է Աբրահամին Աստված օրհնեց եւ Աբրահամը հարստացավ, այնքան հարուստ էր, անգամ թագավորները նրանից վախեցան։ Գնաց մի երկիր, որտեղ այնքան Աստված օրհնեց իրեն հարստացրեց, անգամ այդ երկրի թագավորը վախեցավ Աբրահամին, ասեց գնա մեր սահմանից, վախեցավ միգուցե երկիրը վերցնի Աբրահամը, որտեղ ասում է հարուստ էր ոսկիով, արծաթով, տարբեր կենդանիներով, ուղտերով, էշերով, ոչխարներով, 300-ից ավել ծառաներ ուներ։ Դե պատկերացրու ինչ մարդ էր։ Ու շատ էր օրհնել, ու իրանից հետո Աստված օրհնում է Իսահակին, մենք տեսնում ենք Իսահակ Աբրահամի որդին, որ տեսնում ենք էլ ավելի է օրհնվում, գրած Աստված այնքան օրհնեց, բարձրացրեց, մարդը գնալով բարձրացավ, միջև որ շատ մեծացավ, նյութապես է այնտեղ շեշտում, կոնկրետ Ծննդոց 26 գլխի մեջ ասում է այնքան բարձրացավ, եւ բոլոր այդ տարածքի մարդիկ փղշտացիները տեսան եւ նախանձեցին։ Եթե հարստությունը մեղք լիներ, ուրեմն նրանք պետք է ամենամեղավոր մարդիկ լինեն, բայց նրանք կապ ունեին Աստծո հետ, շփում ունեին Աստծո հետ, շատ ուժեղ լինելով այդքան հարուստ, բայց մամոնայի ազդեցության տակ չէին։ Մամոնա սա ոչ թե խոսքը գնում է, որ նյութականը, փողը, ֆինանսականը դա մեղք է, այլ որ դա է մարդու սրտի կենտրոնում, երբ որ մարդը ավելի շատ է սիրում, դրա մասին ավելի շատ է սիրում, մտածում եւ դա իր համար ավելի կարեւոր է, քան Աստված։ Սրա մասին է խոսքը։ Սրա մասին է այստեղ ասում, մարդ չի կարող։ Օրինակի համար, երբ որ մարդ պետքա գա եկեղեցի Կիրակի օրը կամ պետքա Աստծուն մի որևիցե ծառայություն անի, բայց ինքը այնքան է տարված փող աշխատելով եւ Աստծո համար ժամանակ չունի, սա է։ Սրա մասին Աստված ասում, մարդ չի կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Եվ ինչպես ասեցի, Աստծո կամքն է, որ մարդիկ օրհնված լինեն, ֆինանսապես, նյութապես, օրինակ, երբ որ Աստված ստեղծեց Եդեմի պարտեզը, ինչ է նշանակում Եդեմ։ Եդեմ նշանակում է հարստություն, առատություն։ Կար ամեն ծառերը ուտելու համար, գեղեցիկ, ճոխկություն էր, հարստություն էր, անգամ այնտեղ գրած այնտեղ ոսկին, ազնիվ ոսկին, գեղեցիկ գետեր, այդ գեղեցիկ դիզայնը, որ Աստված ամենը ստեղծել էր։
Մենք տեսնում ենք Աստծո շատ մարդիկ Աստվածաշնչի մեջ, որ հարուստ են եղել, շատ մեծ հարստություն են ունեցել, Աստված Սողոմոնին տվեց, Սողոմոնը, երբ որ Աստված եկավ Սողոմոնին ասեց, ինչ ես կամենում ինձանից, Սողոմոնը ասեց իմաստություն, ու Աստված ասեց, քանի որ չխնդրեցիր հարստություն եւ չխնդրեցիր երկարօրյա կյանք, դրա համար ես քեզ բացի իմաստությունից տալու եմ եւ հարստություն եւ երկարօրյա կյանք։ Տեսեք, որ Աստված դեմ չի հարստությանը, բայց Աստված տեսնում է, որն է մեր համար առաջնայինը, ինչն ենք առաջինը դնում մեր սրտի մեջ։ Աստված դեմ չի հարստությանը, Աստված դեմ է ագահությանը։ Եթե պետք է մարդը ագահ լինի, ուրեմն ավելի լավ է ինքը հələ որ չունենա այդ ամեն ինչը, միջև իր սիրտը կարողանա պատրաստի, հասկանում եք։ Սա շատ կարևոր է։ Ես ուզում եմ 5 բաների մասին խոսալ, 5 բաներ, որոնք ցույց կտան, որ մարդը մամոնայի ազդեցության տակ է։ Հետաքրքիր է ձեզ։ 5 բաներ, որոնք ցույց կտան, որ մարդը մամոնայի, ոգու այսքան նյութապաշտ է, փողասեր է ավելի շատ, քան աստվածասեր։ Ինչքան էլ մարդ բառերով ասի ես աստվածասեր եմ, բառերով չի որոշվում։ Երբ որ Հիսուսը երկրի վրա էր, այն ժամանակ կային շատ դպիրներ, փարիսեցիներ, դուք գիտեք, երբ որ նրանք համարում էին աստվածապաշտ մարդիկ, երբ որ նրանք անընդհատ տաճարի մեջ էին, օր ու գիշեր Աստծո խոսքն էին կարդում, բայց գիտեք, ինչա գրած ասում են նրանք փողասեր էին, արծաթասեր էին։ Ավետարանի մեջ գրած է նրանք փողասեր էին, արծաթասեր էին, եւ Հիսուսը դրա պատճառով մի հատ առակ ասում նրանց հասկացնելով, որ մարդու ունեցածի շատությունով չի որոշում նրա կյանքը, մարդ կարա շատ հարուստ լինի, բայց երբ որ մահը գա, ինքը չի կարող ազատվի։ Առակացում ասում է մարդու հարստությունը չի ազատի իրեն դատաստանի օրը, բայց իր արդարությունը կազատի։ Ուրեմն հարստությունը ամեն ինչ չես կարող առնել, շատ բան կարող ես առնել, բայց ոչ թե ամեն ինչ։ Նա ընդամենը միջոց է։ Միջոց է, դա ծառա է, հարստությունը փողը դա ծառա է, դա տեր չի։ Շատերի կյանքում հարստությունը տեր է, փողը իր տերն է, բայց փողը դա ծառան է, դու ուղարկում ես, ասում ես գնա սա արա, գնա նա արա, թող սա կատարվի, թող նա կատարվի, դու հասկանում եք, եթե դու ունես փողը հարստությունը որպես ծառա, դու օրհնված ես, բայց եթե նա տեր է, ուրեմն մամոնային ենք, այդ դեպքում դու սա գալի պաշտում։ Մարդիկ, ուրեմն 5 բան, որով մենք կտեսնենք, որ մարդը պաշտում է մամոնային, ոչ թե Աստծուն, ինչքան էլ ասի, ես Աստծուն եմ պաշտում։ Առաջինը, երբ որ մարդ գիշեր ցերեկ աշխատում է առանց հանգստի, եւ որ մարդ չի հետևում իր հանգստին։ Աստված ասել է 6 օր թող մարդ աշխատի, իր բոլոր գործը անի, եւ 7-րդ օրը թող նա հանգստանա։ Հանգստության օր ստեղծել։ Եվ մարդը աշխատում է 7-րդ օրն էլ անգամ աշխատանք չկա, գործի տեղը չեն կանչում, անգամ աշխարհային տեղեր են, չէ, աշխատանքի։ Չեն կանչում, բայց ինքը մտնում է կոմպյուտերով, բացում է, փորձում է, էլի աշխատի։ Էլի գումար։ Բացի դրանից չի կարողանում վերցնի հանգիստ իր ընտանիքի հետ ինչ որ ժամանակ առ ժամանակ գնա միտեղ հանգստանալու կամ ժամանակ անցկացնի իր երեխեքի հետ, հանգիստ ունենա։ Հավաքույթներ են բաց թողում աշխատանքի պատճառով, փողի պատճառով, հավաքույթներ կամ երբ որ գալիս է ժամանակ, երբ որ Աստված կանչում է, ասում է ես քեզ կանչում եմ օրինակ մանվել ծառայության, դու ասում ես չեմ կարող, ես պետք է աշխատեմ։ Նորմալ է, որ մարդը պետք է աշխատի։ Դրա մասին չի, Աստված երբեք չի կանչի մարդկանց ծառայության, իրան ծառայելու, եթե մարդը տեսնի, որ հնարավորություն չունի։ Բայց կա օրինակ բացի Կիրակի օրվա հանգստից, որ մարդիկ ունեն, Աստված տվել է, օրեկան մարդ աշխատում է 8 ժամ, չէ՞, ոնց որ ստատիստիկա ցույց է տալի, որ մարդը սովոր աշխատի 8 ժամ եւ մնացած ժամանակ պետք է հանգստանա իր ընտանիքով զբաղվի։ Բայց երբ որ մարդ չի աշխատում ոչ թե 8 ժամ, աշխատում է 12 ժամ, 16 ժամ, չգիտեմ, sense unlimited ժամերով, էսի արդեն մարդուն վնաս է տալիս։ Իհարկե դեպքեր լինում են, ես էսել եմ ուզում ասեմ, ես բացառություններ եմ ուզում ասեմ, որ այնպիսի դեպքեր լինում են, որ մարդը ինչ-ինչ պատճառով պարտքերի մեջ է հայտնված լինում։ Սխալներ արած լինում եւ հայտնված է լինում պարտքերի մեջ եւ ինքը մի քիչ շատ պետք է աշխատի։ Օրինակ ասեմ, կարող է զարմանալ Հայաստանում ես գալուց առաջ
մի կոշիկի ցեղ կար, որտեղ ես ընդունվեցի աշխատելու, կոշիկի տակերն էի սարքում, տակացուներ էի սարքում, եւ դա ամեն մարդ չէր կարողանում, սա բան չէր, որ նյութը լցում են, հալածնում են, դες դուսա գա, սա ես հավաքում էի, հատի կրունգներով բան հավաքում էի, հատիկ, եւ պետքա կարողանայի ամբողջ այդ ցեխին ապահովեի, եւ այդ ժամանակ ես գործ չունեի։ Ես գործ չունեի եւ աղոթեցի եւ Աստված հրաշքով այդ աշխատանքը տվեց, բայց այն պայմանով, որ ես կարողանամ այդ ցեխին ապահովեմ, այդ կոշիկի տակացուներով, էլի կային բացի ինձանից մարդիկ, որոնք այդ գործը անում էին, բայց մեկա չէին հասցնում։ Ես մեկն էի, որ պետք է այդ կոշիկի տակացուները եւ մենք այդ մատերիալը բոլորը բերում էի տուն, մեր բալկոնում, տանը բալկոնում սենց ամեն ինչ սարքել էի ու Ֆլորան էլ ինձ շատ էր օգնում։ Գիտեք ինչքան էի աշխատում 16 ժամ։ Ես չէի աշխատում նրա համար, որ փող շատ էի սիրում։ Չէի աշխատում նրա համար, որ այլ ես նրա համար առաջինը պետքա հասցնեի այդ մարդկանց, հետո բարքեր ունեի դրանից պետքա դուրս գայի, այսքան կարա մեր կյանքում ինչ որ կարճ պիրուտ այդ տեսակ մի ժամանակահատված լինի, բայց դա սխալ է, երբ որ դա մշտական բնույթ կրի։ Հասկանալի է, չէ՞։ Ուրեմն, երբ որ մարդը օր ու գիշեր առանց հանգստի, առանց դադարի անընդհատ աշխատում է, իր ուշքում միտքը անընդհատ գումարն է, սա մամոնայի ազդեցությունն է իր վրա։ Ու ժողովող 4:6 խոսքը սենց է ասում։ Շատ հավեսին լավ համար է, տեսեք ինչ է ասում։ Ավելի լավ է մի բուռ լիքը հանգստությունով, քան թե երկու ափերը լիքը աշխատությունով եւ չարաչար հոգսերով։ Ավելի լավ է մի բուռ լիքը, սա փոխաբերական իմաստով ասում, հանգստությունով, քան թե ավելի շատ եմ ուզում, երկու ափերս լիքը հոգսերով, դες ինչ է ասում, աշխատությունով եւ չարաչար հոգսերով, ուզում ասի տանջանքով, քեզ կոտորելով, որովհետեւ դրա հետևանքը, երբ որ մարդը օր ու գիշեր աշխատում է, իր հանգստին չի հետևում, շատ հիվանդություններ են առաջանում օրգանիզմի մեջ։ Մարդը դառնում է լարված, անընդհատ տենումս լարված է, կորցնում է խաղաղությունը, կորցնում է իր քունը գիշերվա։ Մարդկանց հետ փոխհարաբերությունն է վատանում, լիքը խնդիրներ են առաջանում, եւ որ մարդ չի հետևում իր հանգստին։ Հա, ձեռք բերեց, երկու ափերը լցրեց, բայց չունել խաղաղություն, անընդհատ լարված է, ներվային է ինքը։ Մարդկանց հետ չի կարող խոսալ, որտեղ չի հանգստանում։ Աստված մեզ սուպեր մարդ չի ստեղծել։ Այո, Ադամը սուպեր մարդ էր, անգամ լինելով սուպեր մարդ, մեկը 7-րդ օրը Աստված ինքը անգամ ամենակարող Աստվածը 7-րդ օրը հանգստացավ, ասում է 6 օրում ստեղծեց աշխարհը եւ ամեն բաները եւ 7-րդ օրը հանգստացավ։ Այտենց չկա, որ ասես մեկը ին վեճը չի օր ու գիշեր, օքեյ, քանի երիտասարդ է մարդ կարա դա աշխատի, չերևա, բայց մի տարի կգա, որ կտենա մի բանը սկսես ցավալ, հիշողությունը կորցրեց։ Վատ առողջական խնդիրներ առաջանում։ Որ ագահությունը Աստծո խոսքը ասում է առակած առաջի գլխի մեջ ասում է ագահությանը անznատուր եղող մարդը կործանվում է, այդ ագահությունը իրան կործանում է եւ առակած 17-ի 1-ը նայենք մի համարել ասում է լավ է մի չոր պատառը խաղաղությունով, քան թե զոհերի մսով լիքը տունը կռվով։ Մի չոր պատառը խաղաղությունով, բայց դու չէ շատ ես ուզում, պետք է շատ աշխատես, գործից եկել ես էլի կոմպյուտերով խորացել ես, հանգստյան օրներ չունես, պետք է vacation-ը թակ ընտանիքի հետ արձակուրդների չէ, դրա տեղը կաշխատեմ, ու արդեն հոգնած է, լարված է, ներվային է, շատ զգայուն է, նեգատիվ էմոցիաներ, տունդը լցրել ես մսերով, ուտելիքներով, ոնց որ ստեղ ասում, բայց կռիվով, վեճով, ումա պետք, լարված ես, չկա խաղաղություն, Աստծո խոսքը մեզ իմաստություն է սովորեցնում, ամեն, լավ է մի չոր պատառը խաղաղությունով, քան թե զոհերի մսով լիքը տունը կռվով։ Ուրեմն առաջինը մենք տեսանք, որ երբ որ մարդ հանգիստ չի տալի իրան, օր ու գիշեր անընդհատ աշխատում է ու դրա պատճառով շատ զրկվում է եկեղեցուց, Աստծո ճանապարհներից, սա նշանակում է, որ ինքը մամոնայի ազդեցության տակ է։ Երկրորդը, ինչով է երևում, որ մարդ մամոնայի ոգու ազդեցության տակ է, փողապաշտ է, երբ որ անարդար ճանապարհներով է գումար ձեռք բերում։ Կարևոր չի ինչ ձևով փողը գա, կարևորը շատ գա։ Իր համար կարևոր չի։
իր համար կարևորը շատ փող ունենալն է, ինչ որ գիտեք, այստեղ Ամերիկայում շատ կա ֆրադներ են անում, չէ՞, խափում են, բանկրապսիներ են անում, ինչ որ կրեդիտ քարտից փողեր են քաշում, հետո յանի բիզնես պետք է անեն, մեծ գումարներ են քաշում, հետո թռնում են։ Մի քիչ կոպիտ կարող է հնչի, բայց ճշմարտությունն է այդպես։ Ու մեր ազգի անունը շատ ուժեղ ընկել է դրա պատճառով, մի զարմացեք, որ շատերը չեն սիրում, մենք համարում ենք ամենախելացի ազգը, բայց առանց հավատքի ավելի շատ խորամանկ ենք, քան խելացի ենք, շուստերի, խափող, գցող։ Եկեք մեր ճկուն ուղեղը, շուստերությունը ոչ թե ուղարկենք, օգտագործենք, որտեղից ինչ գցենք, խափենք պետությանը, ոնց անենք, այլ մի բան ստեղծենք, աշխատենք, մի հատ լավ բիզնես ստեղծենք, աշխատենք, եթե այդքան լավ խելացի ենք։ Սատանան սխալ ուղղության վրա է տանում մեր ուղեղը։ Մենք պետք է ճիշտ ուղղության վրա տանենք եւ օրհնված կլինենք։ Կամ ինչ որ բաներ են անում, մի տեղ է աշխատում, լավ տեղ եմ աշխատում, խոսքի ամեն տուն գալուց մի բան գցում է ջեբը բերում է գրպանը, կամ ասենք ոսկերչական տեղա չէ, ոսկերի չեմ աշխատում ու ամեն անգամ մի փշուր մի ձևի բերում է, չգիտեմ, գցում է մորուքի մեջ։ Դες դեպք լսել եմ, չգիտեմ, խմորով փաթաթում են կուլ են տալի, Առակաց 16:8 ահա տեսեք ինչ է ասում։ Լավ է քիչը արդարությունով, քան թե շատ եկամուտներ անարդարությամբ։ Լավ է քիչը արդարությունով։ Աստծուն սիրող մարդը այս խոսքին հետևում է, իր համար շատ կարևոր է։ Գիտեք, ես էլ Ամերիկայում 12 տարի արդեն կարծում եք ես հնարավորություններ չեմ ունեցել տարբեր բաներ անելու։ Չեմ արել։ Կամ տանում են մեքենան ջարդու փշուր անել են տալի, թոթալ են անում, ինչ-որ փողն են վերցնում կամ չգիտեմ ինչեր են անում։ Բա մենք ինչով ենք տարբերվում։ Մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք։ Մի զարմացեք, մի հետևեք այս աշխարհի կարգին։ Որտեւ երբ որ դատաստանի օրը գա այդ գողացողները, այդ քցողները ասում են, բա Աստված ուր աղոթի մի հատ լինում է որ աղոթում եմ ու չի օգնում։ Որտեւ ես չգիտեմ իր ներսի խնդիրը։ Լինում է մարդիկ դեռ չաղոթած մի վարքյանում օգնում է։ Մարդիկ աղոթում ես դու չգիտես, դու ուզում ես լավ լինի, աղոթում ես, բայց չի օգնում։ Աստված գիտի իր սրտի մեջ ով է նստած, մամոնան է նստած։ Այդպես չի որ մարդը ինչ ուզեն անի, վերջում գա եկեղեցի ասի Աստված ջան օգնի, այն գողի նման որ գա եկեղեցի աղոթում է, որ իր գողությունը հաջողվի։ Այդ գիշերը պետք է դա գողության աղոթքան, որ Աստված հաջողի իմ գողությունը։ Հասկանում եք, հավատացեք, համարը այտենց է։ Շատերի հավատքը համարը այդ տեսակ է, կարող է հենց այդպես բառացի չլինի, բայց այդ ձևը դա շատ ահավոր է։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Գլենդելում էինք դեռ ապրում, մոտ 11 տարի առաջ, մի խանութի պարկինգից դուրս էի գալի եւ մի կին մեքենան հետ տվեց եւ հարվածեց մեքենայից դեմը, ջարդեց, ինքն էր մեղավոր, էլի։ Ու նկարեցինք բան այդ ամեն ինչը, հետո ես կնոջ ասեցի դե դու ես մեղավոր, բան ասում է դա հələ հարց ով է մեղավոր, բայց ինքն էր մեղավոր, էլի։ Սենց սուխոյ հատկազ, էլի։ Ես մի հատ լոյերի զանգեցի, դες նայեցի բանով, հեռախոսով թե որ դա լոյեր կա, ասեցի որ սենց կարող է պետք, ես ծանոթ չեմ շատ բաների, ասեցի դե կարող է պետք լինի այդ լոյերը, որ ինձ ոնց որ պաշտպան, էլի։ Այդ լոյերի հետ խոսացի, պատմեցի ինչ ա եղել, որ մի կին հետ է այք ինձ խփել է, ասեց, հա, իսկ գլուխդ չի ցավում։ Ասեցի չէ։ Ասեց 72 ժամ կա, 72 ժամում մեջ կարա ցավա գլուխդ։ Զարմացած լսում եմ ոնց լոյերը ասում է 72 ժամ կարա ցավա գլուխդ։ Նոր եմ էլի եկի ամեր բան չեմ հասկանում, ասում հա ինչ պետք է լինի, ասում է մենք ստեղ բժիշկ ունենք հատուկ, երբ որ գլուխդ ցավա կգաս, կգնանք այդ բժիշկի մոտ, ինքը քեզ կնայի, կտենա որ գլուխդ ցավում է, վիզիտը ճտացել է, ցավացել է։ Ու մանը $15000 կգա, բայց սենց է, կես ենք անելու, 7.5-ը ինձ ու բժիշկին, 7.5-ն է քեզ։ Գնացի տուն, սենց նոր եմ եկի Ամերիկա կարիքի մեջ բանն էլի, սենց ասեմ, տնամ գլուխս ցավում է։ Կարող է ուզում է ցավա գլուխս։ Փորձություն էլի պայտակ գալիս է։ Ասեցի չէ, չի ցավում գլուխս, ասեցի ես հավատացյալ եմ։ Ես եթե պետք է այդպես բաներ անեմ,
էլ ինչով եմ տարբերվում մարկանցից, ուրեմն ամոթ ինձ ուրեմն 7500 լինի, 75000 լինի, 1 միլիոն լինի, իմ համար կապ չունի թիվը, ընդհանրապես կապ չունի։ Լավ է, քիչ է արդարությունով, քան թե շատ եկամուտներ անարդարությունով։ Ինչի է լավ, որովհետև Աստվածը, երբ որ մահը գալիս է, երբ որ դատաստանը գալիս է, երբ որ փորձանքը գալիս է, այդ ոչ մի փող քեզ չի կարող օգնի։ Աստվածը քո կողքին կանգնած, Աստվածը քեզ ուժ տալի, ես իմ համար գիտես ինչ ուրախալի է, որ երեխեքս Տիրոջ ճանապարհով են եթում, Տիրոջը ծառայում են, եթե ես գնայի փողասիրության ճանապարհով, եթե գնայի այտենց անարդար խարդախ ճանապարհներով, երեխեքս Տիրոջ մեջ չեն լինի, չէին ծառա, ես իմ որտեղ կլնային, ինչով կզբաղվեին, որ ասում են տունս դժբախտ է, ամեն ինչ վատ է, սաղ թարսա գնում, անեսքներ է վրես, ինչի պատճառով, որովհետև այս խոսքը չեմ պահում։ Լավ է քիչ է արդարությունը, որովհետև արդարության Աստվածը քո հետ է։ Դու չես կարա բոլորեն ձեռք բերած քո փողերով, ձեռք բերես այն ինչ որ Աստված քեզ ձրի է տալի։ Դա օրհնություն է։ Ամեն։ Ուրեմն երկրորդ բանը մենք այդ տեսնում ենք, որ մարդը երբ որ ցանկացած գնով ուզում է փող աշխատի, կապ չունի, կարևորը շատ փող լինի, սա նշում է, որ ինքը մամոնային է պաշտում, ոչ թե Աստծուն, թեկուզ եկեղեցի է գալի, լիքը մարդիկ եկեղեցի են գնում, բայց անարդար ճանապարհներով փող են ձեռք բերում։ Մենք եթում ենք թաքսերը հաշվելու, ասում ենք ոնց կա գրեք, խնդիր չկա, ոնց կա գրեք։ Գնացինք Իրինայի հետ, որ մեր եկեղեցու համար եկեղեցու կրեդիտ քարտ պետք է հանենք։ Ընդ ասում են ինչքան է եկեղեցի գալի գումար ամսական բան, որ իմանան ըստ դրա ինչքան կրեդիտ քարտ գրեն, այդ մարդը ասում են Իրինայի հետ հաշվում ենք, սենց ամսական մոտավորապես ինչքան է գալի բան։ Ասում ենք այդ մարդը ասեց ուզում ես ավել գրեմ, ասեցի չէ, ինչ կա այդ գրի, ավել պետք չի գրես։ Իրինանը կողքս էր, թու ասի։ Գրեց այդքան ինչ որ ես ինչ մեծ գումար չէր, որ ամսական մեր եկեղեցի գասել։ Բայց այդ մարդը ասեց լավ, ես բան կանեմ, կդիմեմ հիմա ոնց են ասում, փլայ, հա, արեց ու հետո նորմալ բավականին նորմալ կրեդիտ քարտ մեզի տվեցին, որ մենք հետ չէինք սպասում, ասեցինք փառք Աստծո, ճիշտ է, ճիշտից լավը չկա, համ ճիշտ է ասեցինք, համ էլ իրանք էլ ավելի շատ վստահությունով մեզ վերաբերվեցին, մեծ ավելի մեծ 15000-ի տվեցին։ Այնինչ կարող է 5000-ից կամ ավելի ցածր տային ըստ մեր եկած եկեղեցական այդ զոհաբերությունների էլի։ Փառք Աստծո։ Ուզում ասեմ, ճիշտից լավը չկա։ Կարևորը որ Տերը քո հետ լինի։ Դու ունես բանանես, որ Աստված հաճի քո արածներին։ Ամեն։ Եվ երրորդը ինչով ենք իմանում, երբ որ մարդը մամոնայի ոգու ազդեցության տակ է, պաշտում է մամոնային, ոչ թե Աստծուն, երբ որ ուր գնում, ինչ անում է, ամենտեղ փող աշխատելու, բիզնես անելու հնարավորություն է տեսնում։ Ամենտեղ։ Ասենք ես մավելի մեջ մի հատ տաղանդ տեսա, օրինակի համար, ընկերանում եմ, ասեմ, ոնց կարում ես մարդուն օգտագործեմ, բաքսորես, հա, ուշ լավ է։ Ուրեմն մարտեր կկազմակերպեմ, թող գնա կռվի, կապ չունի, խփեն, քիթ մի ջարդեն, կարևոր շատ փող կաշխատենք։ Հասկանում ես։ Այսինքն հնարավորությունները շատ ամենտեղ փնտրում։ Մարդ կարող է գա եկեղեցի, սեսի շատ ժողովուրդ, ինչ լավ է, մի րոպե։ Ինչ կարող անենք, որ բիզնեսը ծաղկի։ Լուրջ եմ ասում, կատակ չեմ անում։ Լինում են ժամանակ առ ժամանակ մարդիկ գալիս են եկեղեցու, ասում են, ըստեղ ահագին էլ մարդ կա, մենք կարանք բան անենք, իրար բիզնեսներից օգտվենք, բան, արդեն եկեղեցին վերածվում է բիզնես կենտրոնի։ Ես հենց այնպես բան չեմ ասում, ժամանակ առ ժամանակ լինում են մարդիկ, որ գալիս են ասում են, մենք շատ ենք, մենք կարանք էլի ավելի շատ անենք, շուտ այնպես մի բան անենք, ինֆորմացիան մեր տարածենք, եկեղեցին ավելանա ու իրար բիզնեսներից օգտվենք։ Մեկը կարող է ասում աբրանք ուզում է ծախի, կծախի մյուսներին կամ բան։ Ես ասեցի, չէ, այտենց չի լինի, դա սխալ է։ Սխալ վերաբերմունք է։ Մենք Հայաստանում այտենց փորձառություն ունեցել ենք արդեն, այտենց փորձ ունեցել ենք։ Երբ որ սենց եկեղեցուց մի քանի աղջիկներ մտան կոչում էր Mary Kay կրեմների, ինչ որ կանանց կրեմների տեղեր, Mary Kay Oriflame, երևի լսած կներ, կրեմների տեղը։ Հա, թող աշխատեն, խնդիր չկա, բայց հետաքրքիր է, որ գայս են եկեղեցի, արդեն իրանց աբրանքները բերում են սունկով, սպասում են երբ պետք է հավաքույթը վերջանա, ուշքու միտքը այդ չէր, ուշքու միտքը եկեղեցին չէր, հավաքույթները չէր, որ բացեն ու վաճառեն։
Եկեղեցու մարդկանց արդեն տելում են կլիենտներ էին տեսնում։ Սա շատ ահավոր էր, ու գիտես, ես որպես հովիվ այնտեղ առաջին եկեղեցին էր, որտեղ այդ աղջիկները սկսեցին զբաղվել, զգում եմ գնալով հոգին մեջս sense բան անում, ցույց է տալի, տրտմում է, զգում եմ կանգնում Աստծո ներկայությունը կորում է, ասեցի չեղավ, երեխեք, էլ այդպես չեն կանելու։ Ամեն մեկը ձեր բիզնեսը անում եք, արեք, խնդրեմ, խնդիր չկա, կամ եկեղեցուց դուրս, բայց այդ ապրանքներով մի եկեք եկեղեցի, որովհետև ձեր մոտիվացիան փոխվում արդեն, դուք գալիս եք եկեղեցի դրա համար։ Եկեղեցին տեսնում եք բիզնես մի ինչ-որ հնարավորություն։ Ուզում ես տեղ այս եկեղեցին լինի 100,000 հոկանոց, այդպես բան չի լինելու։ Եկեղեցիներ կան, դուք գիտեք, որ բինգո են խաղում, բինգոն գիտեք, որ լատարե են անում։ Եկեղեցին մի դաժե մարդ եկա, բիզնեսմեն էր, հարուստ Հայաստանում էր, եկավ ասեց, ես Ամերիկայում եմ, մենք ասում ենք եկեղեցիներ կա, մենք բինգո ենք խաղում հավաքույթներից հետո մարդիկ մի քիչ գումար են դնում, թե ով կշահի։ Ասում եմ մեքենայի լատարեներ ենք խաղում, այդպես բան չկա։ Դա չի համապատասխանում Աստծո խոսքին։ Մարկոս 11:15-ից 17 եկեք կարդանք, ինչ ասեց Հիսուսը։ Եվ եկան Երուսաղեմ, եւ Հիսուսը տաճարը մտավ եւ սկսեց դուրս հանել տաճարում ծախողներին եւ առնողներին եւ փոխողների սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց եւ չէր թողում, որ մեկը մի անոթ անցկացնե տաճարի միջով եւ սովորեցնում էր եւ ասում նրանց. գրված չէ, թե իմ տունը աղոթքի տուն պետք է կոչվի ամեն ազգերի համար, իսկ դուք ավազակների բույն դարձրիք դրան։ Անկամ մարդիկ Դες ասում եմ, բերում էին աղավները զոհի համար չէ, որ Աստված պահանջել էր, որ մարդիկ աղքատները անգամ ովքեր չունեին գառ զոհաբերելու Աստծուն մորթելու, աղավնի էին, փոքր, էժաներ, փոքր կենթանիներ, որ էժաներ աղքատների համար էր հասանելի, որ վերցնեին զոհաբերություն անեին Աստծուն, գառներ, կենթանիներ, փոխողներ, որովհետև ուրիշ ազգերից էլ էին գալիս, ուզում էին զոհաբերություն անեին Իսրայելի Տեր Աստծուն եւ իրաց փողը պետք է փոխեն։ Եվ Հիսուսը մտավ տաճար եւ այս ամենը կործանեց, բոլորին դուրս շպրտեց։ Հովանեսի ավետարանի մեջ դեռ ավելի խիստ ասում է մի չվանե խարազան սարքեց, այսինքն պարանից պլետ սարքեց ու բոլորին ծեծելով դուրս հանեց։ Սեղանները կործանեց, շուտ տվեց, ասեց իմ տունը աղոթքի տուն պետքա կոչվի բոլոր ազգերի համար, իսկ դուք դարձրել եք ավազակների բուն։ Մեր մոտիվները չպետք է լինի եկեղեցի գալու ինչ որ ոնց անենք բան։ Նայեք, մի բան էլ կա, որ պետք չի գնենք ծայրահեղության, ասենք կարող է մեր միջից մեր մեջ լինեն մարդիկ, ովքեր տաղանդ ունեն, ասենք Վարշավիր կա կանանցի, հենա Սառան շատ լավ Վարշավիր է կանանցի, ով որ ուզում է կարա այդ հայրա մոտ կտրի մազերը, դա նորմալ է, չեմ ասում բանանենք, վախենանք։ Եթե գիտես ինչ որ մեկը մի աշխատանքի մեջ է մեկը ունի ինշուրանս, իրինան ինշուրանսներով է զբաղվում, հիմա չմտածեք ռեկլամ եմ անում, չէ, ես ասում եմ, որ չգնանք ծայրահեղության մեջ, որ կարա օգտվի, բայց ոչ թե եկեղեցին դարձնենք այդ առևտուրի տունը, գանք այդ նպատակով, կամ ասենք Ալվարդը մանկապարտեզ ունի երեխեքի, հասկանում եք, չեմ ասում, ով ուզի կարա իր երեխեքին տանը, բայց այդ չի նշանակում, որ ինքը գալիս է եկեղեցի արդեն հաշմքանի երեխա կա, եկեղեցին նայում որպես բիզնես բան, մոտիվները ճիշտ չի լինի, բայց գիտեմ ինքը իր սրտով գալիս է Հիսուսին շատ է սիրում, իր մոտիվները Հիսուսն է, հասկանում եք, չէ, որ դուք կարաք օգտվեք, բայց ոչ թե եկեղեցին դարձնեք առևտրի կենտրոն, տուն, ոնց որ Հիսուսը ասեց, դա պետք չի, որ այդպես լինի։ Հուդան, մենք գիտենք, որ Հուդան Հիսուսի գանձապետն էր, սենց ասած, իր այդ քսակը իր մոտ էր պահում, բայց գող էր, ընդեղից գողանում էր։ Եվ դրա պատճառով ինքը մատնեց Տիրոջը 30 արծաթով։ Մի քարոզիչ կար, որ ես գնացել էր իր քարոզիներին, հայտնի ամերիկացի քարոզիչ էր, որ հիմա երկնքում այնքը ասում էր, Հուդան 30 արծաթով մատնեց Հիսուսին։ Դուք ինչքանով կմատնեք, հասկանում եք։ Ձեզ ինչքան է պետք տալ, որ դուք մատնեք։ Պարտադիր չի դու գանաս, ասես մատնում եմ, բայց որ ուրանաս Տիրոջը, գործերով, քո պահվածքով, անօրեն խարդախ ճանապարհներով, հանգստից չհետևելով, ամեն մարդու մեջ փող աշխատելու հնարավորություն տեսնելով։ Մենք պետք է մաքրենք մեր սրտերը, Աստծո խոսքը մաքրում է սրտերը։
Հիսուս ասաց այն խոսքի համեմատ որ ձեզ խոսեցի դուք մաքուր եք ով որ իր սիրտը բացում այս խոսքը իրան կմաքրի այսօր եթե անգամ ինչ-որ բան այն չի եթե անգամ մի բան սխալ է Աստծո խոսքը կմաքրի եկեք թույլ տանք որ Աստծո խոսքը մաքրի մեզ ելի եմ ասում դու կարող ես լինել շատ կայացած հարուստ մարդ ամեն ինչ ունենաս բայց դու դա քո տերը չլինի այդ ամեն ինչը քո ձեռքերում լինի ոնց որ միջոց դա քո ծառան է ամեն չորրորդ բանը ինչով է երևում որ մարդ մամոնայի իշխանության տակ է երբ որ մարդ շատ ունեցվածք ունի շատ փող ունի բայց չի կարողանում ծախսի որտեվ ագահ է ափսոսում է անընդհատ ամենաէժան շորերն է առնում էժան կերակուրներ է առնում շատ քծիպ են որ առակացի մեջ Սողոմոնը ասում է շատ հարուստներ կան որ իրանց աղքատի պես են պահում աղքատի նման են իրանց պահում կան աղքատներ էլ որ ասում են իրանց հարուստի պես են պահում երկուսն էլ մի բան չեն բայց այս մարդիկ շատ sense հաշվարկներով են գնում sense կոպեկ քծիպ էսի ագահություն էսի արդեն նշան որ իշխում է այդ մամոնայի հոգին այդ մարդու կյանքում ժողովող 6:2 այս խոսքերն է ասում Սողոմոնը 6:2 մի մարդ որին Աստված տվել է հարստություն ստացված եւ փառք որ ոչինչ պակասություն չունի իր հոգի ցանկացած բաներից բայց Աստված նրան իշխանություն չի տալիս նրանից վայելելու այլ մի օտար մարդ է ուտում այն սա ունայնություն է եւ ված ցավ մարդ որ ամեն ինչ ունի ձեռքա բերել բայց Աստված իշխանություն չի տվել նրան օգտագործելու վայելելու սա շատ ցավ է հոգու ցավ ինչի Աստված չի տալի իշխանություն որտեվ տեսնում է որ այդ մարդու սրտի մեջ փողն է կարևորը ոչ թե ինքը տերը եւ ասում է ինչ ուզում է թու անի Աստված բաց է թողում եւ այդ մարդը դառնում է գերի այդ իր ունեցվածքին բայց մյուս համարն էլ sense ասում ժողովող 5:19 Նաև ամեն մարդ, որին Աստված տվել է հարստություն եւ ստացվածք եւ նրան իշխանություն է տալիս նրանից ուտելու եւ բաժինն առնելու եւ իր աշխատանքով ուրախանալու, սա Աստծո պարգևն է։ Սա Աստծո պարգև է, որ Աստված օրհնում է քեզ տալիս է, նաև տալիս է քեզ իշխանություն օգտագործելու քո ունեցվածը օժտվելու եւ ուրախանալու։ Ունեցվածքը հարստությունը դա նպատակ չի։ Հավատացյալները պետք է ունենան, օժտված լինեն, ուրախանան իրենց ունեցվածքով։ Պետք չի ոչ մի ծայրահեղության մեջ ընկնել, ոչ գերի դառնալ ունեցվածքին, ոչ է դառնալ շռայլող։ Մտածել, որ մենակ այս կյանքն է, ուտենք, խմենք եւ վերջ։ Ոչ։ Սրանք ընդամենը ներկայացված են որպես միջոցներ, ամեն։ Եվ մարդը ով ագահ է, նաև մարդիկ կարող են լինեն մամոնայի ազդեցության տակ, որ եկեղեցի գան եւ անգամ իրանք զոհաբերությունների մեջ էլ ագահ լինեն։ Աստված է տենում, ես չեմ տեսնում։ Ամեն մարդ ինքը գիտի իրան։ Զոհաբերություն, ինչի համար ենք մենք տալիս տասանորդ։ Աստված ինչի ասե տասանորդը տարեք իմ տուն, որ իմ տանը պաշար լինի։ Աստված ինքը չի վերևից իջացնելու։ Աստված ասել է, որ դուք տվեք, որպեսի իմ տունը գնա առաջ, իմ տունը շինվի, իմ արքայությունը տարածվի, ես էլ կօրհնեմ ձեզ։ Երկնքի պատուհանները կբացեմ եւ այնքան օրհնություն կթափեմ, որ տեղ չլինի։ Առատաձեռն մարդուն Աստված օրհնում է, շատ է օրհնում։ Մյուս բանը, որ ուզում եմ ասեմ, 5-րդ բանը, ինչով է երևում, որ մարդ մամոնայի ոգու ազդեցության տակ է։ Գնանք Մատթեոս նորից 24 եւ 25-ը, 24-ը կարդանք, բայց կկենտրոնանանք 25-ի վրա։ Ոչ մեկ չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի, չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։ Սրա համար ասում եմ ձեզ, հոգս մի արեք ձեր կյանքի համար, թե ինչ պետք է ուտեք եւ ինչ պետք է խմեք եւ ոչ ձեր մարմնի համար, թե ինչ պետք է հագնեք, չէ որ կյանքը ավելի է կերակուրիցը եւ մարմինը հագուստից։ Դες ասում է մարդ չի կարա ծառայի Աստծուն եւ մամոնային, դրա համար էլ ասում եմ ձեզ, որ հոգս մի անեք, ուրեմն
հոգս անելը, անհանգստանալը դա ամենա այդ ուժեղ ապացույցն է, որ մարդ մամոնայի ազդեցության տակն է։ Զգացիք, ասում է, սրա համար եմ ասում ձեզ, որ հոգս մի անեք, այսինքն այստեղ արդեն կախված չի, մարդը կարող է հարուստ լինի, կարող է հարուստ չլինի, ունենա որոշակի, ասենք, բյուջե իր բանկում, բայց անընդհատ անհանգիստ, ես հիշում եմ մի կին կար տարիներ առաջ, որ ասենց անընդհատ անհանգիստ էր, վախի մեջ էր, ասում էր, ես իմ բանկում որոշակի գումար ունեմ, որոշակի չէ, բայց որ պրծնի ինչ եմ անելու։ Ըստ այս խոսքի, երբ որ չափում ենք այս խոսքով, տեսնում ենք, որ մարդը մամոնայի ազդեցության տակ է, որտեղ Հիսուս ասեց, չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային, որովհետեւ եթե հոգս եք անում, դուսագալ այդ նույնն է։ Ոչ թե Աստված ասում է անտարբեր եղի, աշխատանք մի մանարի, դա չի ասում։ Էլի դու կարող ես աշխատանք փնտրել։ Բայց առանց անհանգստության եւ վախի, առանց տագնապի, առանց քունդ կորցնելու, չէ՞ որ Աստված պատասխանում է հավատքին։ Աստված հավատքին է պատասխանում։ Եվ Աստված չի ուզում, որ հոգս անենք, հոգս անել այն իմաստով չէ, որ քայլ չանենք։ Քայլ անելու մասին չի ասում մի արա, նստի տունը հոգս մի արա, չէ։ Հոգսը վերաբերում է քո մտածելակերպին։ Վերաբերում է, որ ստրեսների մեջ մի ընկի, որովհետև մեկ ուրիշ տեղ ասում է խնդրեցեք կտրվի, փնտրեցեք եւ կգտնեք։ Ուրեմն կա ժամանակ, որ խնդրում ես Աստծուց եւ կա ժամանակ, որ փնտրում ես։ Եվ հետո ասում է թակեցեք կբացվի։ Տեսեք, կա ժամանակ, որ մենք գործողություններ պետք անենք, պետքա քայլեր անենք մեր կողմից։ Բայց այդ քայլեր անելով պետք է որ դու տագնապած անես։ Մայրամս երբ որ գնում էր գործի համար բանի այդ ինտերվյու էր եթում, էլի մայրամից օրդեք գործի համար։ Գիտեք ինչ է ասում Մարիամը, եղել է մի քանի անգամ գնացել է ինտերվյու, դե գիտեք միջև մի գործ ընդունվել է տարբեր այդպես տեղեր apply արած լինում, որ գնում է ինտերվյուի, տեղերը կա չեն ընդունում, մի քանի տեղ Մարիամը որ գնաց չէին ընդունել, հետո հաջորդ անգամ է որ պետք է մեկ ուրիշ տեղ եթար, ասեցի Մարիամ ջան, բավարշե չմտածես, հանգիստ գնա։ Ընդհանրապես չանհանգստանաս, գնա։ Անցար, չանցար, խնդիր չկա, չանհանգստանաս, դու մեկա լավ գործ ես ունենալու, ամեն ինչ լավ է լինել։ Հիշում ես, քանի անգամ ասա Մարիամ ջան, գնացել չէ, ասեցի խնդիր չկա Մարիամ ջան, Հիսուս ասել է հոգս մի արեք։ Չի ասել մի փնտրեք գործ։ Չի ասել նստեք, բայց ասել է հոգս մի արեք։ Օգնեց իրան։ Հաջորդ անգամ որ եթում էր, արդեն խաղաղված էր։ Դե ես այդ հոգս անելն էլ քեզ լարված դարձում, անգամ աշխատանք ընդունողը տենում է մի տեսակ ուրիշ տեսակ ես, շատ լարված, վախեցած ես, չի ընդունում, վախենում է, ինքն էլ է վախենում։ Ինքն էլ է վախենում։ Հանգիստ խղճով, ասեցի Մարիամ ջան, ամեն շտապ, ու լավ գործ ուներ երեխեն հիմա, փառք Տիրոջը։ Էսի շատ կարևոր է, որ փնտրում ենք, բայց չեն գնում անհանգիստ, ինչ պետք է ուտեմ, եկուս մի սոր պրծա բանկից հաշիվը, էսի ասում եմ մամոնայի ազդեցության տակ է մարդը։ Ուրեմն 5-րդը այն է, երբ որ անհանգիստ ենք եւ շատ հոգս ենք անում։ Մի հատ կրկնեմ արագ այս կետերը, ուրեմն 5 կետ, որոնք ցույց են տալի, որ մարդը մամոնայի ազդեցության տակ է կամ փողասիրության նյութականին տրված է։ Երբ որ գիշեր ցերեկ աշխատում է առանց հանգստի, չունի հանգիստ։ Երկրորդը, երբ որ անարդար ճանապարհներով է գումար աշխատում, իր համար կապ չունի, ոնց կաշխատի, կարևորը գումար աշխատի։ Երրորդը, երբ որ ուր գնում, ինչ անում է փող աշխատելու հնարավորությունը փնտրում մարդկանց մեջ, տարածքների, շատ ժողովքների մեջ։ Չորրորդը, գումար ունի, հնարավորություն ունի, բայց իշխանություն չունի ծախսելու, գերի է, գումարը իր տերն է, ոչ թե ինքն է գումարի տերը։ Եվ 5-րդը հոգսեր անում, շատ անհանգիստ եւ հոգս անում, անդադ կապ չունի, ունի, չունի, շատ չունի, հոգս անում։ Եվ մի համար էլ նայենք առաջի Տիմոթեոս 6:10, 7-ից 10 ավելի շատ։ Որովհետև ոչինչ չենք բերել աշխարհ եւ հայտնի է, որ ոչինչ էլ չեն կարող դուրս տանել, բայց եթե կերակուր եւ հագուստ ունենք, նրանցով բավականանանք։ Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ, փորձության եւ որոգայթի շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որ խորտակում են մարդկանց կործանումի եւ կորուստի մեջ։ Տես ասում է, ոչինչ չենք բերել, առաջինը ինչ ասում, ոչինչ չենք բերել աշխարհ եւ ոչ մի բան չենք կարա տանենք։ Մարդիկ անեն, որ
միլիարդներ են աշխատել, հեսա պետք է մահանա, արդեն չի կարող քայլի, ծերացել այն, որ բայց էլի ա ուզում։ Հասկանում եք, տեսեք, ագահությունը ուր ա տանում, կուրացնում ա մարդու աչքերը։ Սողոմոնը ոնց որ կարդացինք, ասում է, սա մեծ ցավ է, որ դու աշխատում ա եւ իշխանություն չունի ծախսելու եւ մեկ ուրիշին ա մնում, ուրիշն ա ուտելու իր ունեցածը, կոպիտ ասած։ Հա, էլի թող քո զավակներ ունեն, բայց դու աշխարհի ամենահարուստ մարդը, որ մահացել է 300 միլիարդ, պատկերացու 300 միլիարդ, սրանից եսի մի դար առաջ։ Այն որ արդեն ծերացել, արդեն 10 սերուն չեն կարա ծախսեն այդ գումարը։ Չեմ ասում թող չթողի։ Բայց այդ սաղ մարդու ուշք ու միտքը, բայց դու այն աշխարհ ես էթում մի հատ կարգավորի քո հոգևոր վիճակը։ Ոչինչ չենք բերել աշխարհ եւ ոչ մի բան չենք կարող տալ, բայց եթե կերակուր եւ հագուստ ունենք, նրանցով բավականանք։ Ինչ ա ուզում ասի նրանցով բավականանանք, այսինքն սովորենք դրանց համար գոհ լինել, որովհետեւ սա շատ կարեւոր որակ է։ Եթե չսովորենք եղածով գոհանալ Աստծո շնորհակալություն, ուրեմն Աստված երբ որ ավելի է տա, ել չի կշտանա մարդ։ Կասի հելի եմ ուզում, այնի ավելի շատ ունի, այնի ավելի շատ ունի։ Այս սա պետք է լինի հավատացյալների որակը։ Էլ եմ ասում, տես առակացի մեջ ասում է ով մարդ գնա մրջունի մոտ եւ նրանից իմաստություն սովորի, որ նա զմերվա կերակուրը ամառն է ժողովում հավաքում, այսինքն հավաքելը սխալ չի, բայց ստեղ ինչի վրա շեշտը դնում, որ սովորենք գոհանալ այն ինչ որ ունենք։ Տուն ունես, ապրելու տեղ, մեքենա ունես, աշխատանք ունես, չունես, խալազինիկը բացում ես, սառնարանը բացում ես, մի հատ պանիր ա դրած, մի հատ չգիտեմ սոկ ա դրած, ասա փառք ես Տեր Աստված։ Դաժե մի մարդ կար սենց նստել էին տունը, պատում էր մի հավատացյալ տղա կար, ասում է, բան չէր մնացել տունը, հաց էր սեղանի վրա աղ էր, ասեցի փառք ես Տեր ջան, ես կերակուրների համար Տեր ջան, որ ես հաց ունեմ, ես աղ ունեմ։ Եվ որ նայում ես 5 տական մարկանց, ասում է Հեզաբելը մարգարեներին, որ կոտորում էր, մի աստվածավախ մարդ կար, որ տարավ նրանց թաքցրեց քայրայրի մեջ եւ ասում է կերակուրում էր հացով եւ ջրով։ Թագավորական կերակուր էր նրանց համար, այն որ Հեզաբելը ընկած ուզում էր կոտորեր այդ մարգարեներին, քարայրում էին, քարայրում տան մեջ չէ, քարայրում էին, ունեին հաց եւ ջուր։ Հասկանում եք, պետք է սովորենք գնահատել այն ինչ որ ունենք, փառք տանք Աստծուն։ Ես չեմ ասում Աստված չի ուզում ավել տա, Աստված ուզում է որ դու երկնքում դու գիտեք մենք թագավորական պալատներում ենք ապրելու, սենց ասեմ։ Այդ տեսակ գեղեցիկ տուն դիզայն չկա այս աշխարհում, որ կարելի է համեմատել երկնային թագավորության հետ այն ինչ որ Աստված ուզում է տա։ Մենք տեսանք Եդեմի պարտեզ ինչ անշում հարստություն, նշանակում է առատություն, որ Աստված այդ է ուզում տա։ Աստված դեմ չի որ մենք դա ունենանք, բայց եթե այս փոքր բաների մեջ չսովորենք գոհանալ Աստծուց, շնորհակալություն հայտնել Աստծուց, ուրեմն շատի դեպքում է դու չես բավականանա։ Եվ երրորդը ասում է, իսկ նրանք որ կամենում են հարստանալ, մեկ ուրիշ բառերով ասած, ովքեր որ հարստանալը իրանց համար նպատակ են դնում։ Էլ եմ ասում, եթե հարստությունը մեղքն է նույն գլխի, նույն 6-րդ գլխի կարծեմ 15 համարնա դու կգնաք կարդա կամ մի քիչ ավելի այնտեղ ասում է, իսկ հարուստներին գրում են որ չհպարտանան եւ հույսը չդնեն հարուստների վրա, այլ բարեգործություն անեն։ Տես, եթե հարստությունը կոնկրետ ստե նկատի ունենար, որ մեղք է, ուրեմն շարունակությունը, երբ որ դու գնաք կարդակ, եթե սա մեղք լիներ, չէր ասի հարուստները թող բարեգործություն անեն եւ հույսը դնեն Աստծո վրա, կասեր հարստությունը մեղք է։ Բայց ստեղ ասում է, որ քո նպատակը պետքա չլինի դա։ Ամեն, մարդ կարող է աղքատ լինի ու սաղ, սենց ասեմ, իդեպ սենց ասեմ, շատ անգամ աղքատը ավելի շատ է փողի մասին մտածում, քան հարուստը ինչ որտեղ։ Դրա կարիքը ավելի շատ ունի։ Ուզում ասեմ, մամոնային ծառայելու, մամոնապաշտ լինելու համար դա պարտադիր չի մարդ հարուստ լինի։ Կարող է մարդ հարուստ լինի, բայց մամոնայի իշխանության տակ չլինի։ Որովհետև այն համարը, որ մենք կարդացինք, Մատթեոս 6:25-ը կդնես մի հատ էլ ներքևինը, սրա համար ասում ձեզ հոգս միանեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք։ Ուրեմն ում է ասում, կարիքավորներին։ Ուրեմն կարիքավորներն է կարող են լինել մամոնայի ազդեցության տակ, որտեղ վերևում ասում է չէ կարող ծառայել Աստծուն մամոնային եւ դուք կարիքավորներ եք մի տառապեք հոգսերով։ Ուրեմն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն, նրանք կարող ավելի շատ ուրեմն երկուսին էլ վերաբերում է թե հարուստներին, թե աղքատներին, թե միջին
կարգի մարդկանց, սա շատ կարևոր է, որ մեր սրտերը պատրաստենք Տիրոջ առաջ։ Դրա համար էլ մենք, երբ որ զոհաբերություն ենք անում, բերում ենք ընծա, սովորի առատ տաս Աստծուն։ Առատ տաս Աստծուն։ Դա մի ճանապարհ է, որով մենք ջարդում ենք մամոնայի ոգու ազդեցությունը մեր կյանքի վրայից։ Դա ամենալավ ճանապարհն է։ Դա համ Աստծո տունն է օրտվում, Աստծո գործերն են գնում առաջ, Աստծո արքայությունն է ընդարձակվում, համ էլ մենք այդ քայլ անելով ազատագրվում ենք այդ մամոնայի ոգու իշխանությունից, երբ որ տասանորդ եւ ընծա ենք բերում Աստծուն։ Ես միշտ արել եմ, իմ երեխեք ընտանիքով արել ենք, անում ենք ու անելու ենք դա, միշտ։ Ու մենք օրտված ենք, ու դա մենակ չի դա բերում քեզ ֆինանսական օրտություններ, դա բերում է հոգևոր օրտություններ, որտեղ ասում եմ կբացեմ երկնքի արքայության պատուհանները։ Ես օրտված եմ, երբ որ իմ երեխեքը տենում եմ, իմ հետ միասին ծառայում են, դու գիտես, սրանց ուրախալի բան չկա, որովհետև խոսքով եմ գնացել եւ այն եկեղեցիներում, որտեղ մարդիկ սովոր չեն ընծաբերեն Աստծուն կամ բերում են իրանց վերջինները անպետքներն են տալիս։ Աստծո խոսքը տես այսօր կարդում էր արփին, որտեղ ասում է առատությամբ տվողին Աստված առատությամբ էլ տալիս է։ Սովորի Աստծուն պատվես, Աստծո խոսքը ասում է, երբ որ մենք ընծա ենք բերում, մենք դրանով պատվում ենք։ Տերը կանգնած այսպես նայում է, չէ՞ որ մենք տեսնում ենք ավետարանների մեջ եւ ասում է, երբ որ ընծա են բերում գանձանակի մեջ գցում, Հիսուսը նայում էր, թե ով ոնց է գցում։ Գիտեք, Հիսուսը նայում է, ես չեմ նայում։ Ես չեմ նայում, ինձի պետք չի որ նայեմ, որ ստուգեմ։ Բայց Տերը նայում է, ոնց որ այն վաղ Հիսուսն էր նայում, այսօր էլ Հիսուսը նայում է։ Նայ, կարող է մեկը հարցը էդի չի, կարող է մարդը այդքան հնարավորություն չունենա իր քիչը, այդ իր քիչը տալով են, որ Հիսուսը ասեց, այս որբևայրին ավելի շատ տվեց, քան թե այն շատ հարուստեր, որտեղ հարուստերը իրենց ավելցուկից էին տալիս։ Ուզում ասի այդ հարուստերը, որ այդ շատ էին տալիս, մեկը քիչ էր, պետք է իրանք ավելի շատ տային, որտեղ իրանք հարուստ են։ Հիսուս չասեց, հարուստերին չասեց, դուք հարուստերս որբևայրի պես 2 լումա տվեք։ Ասում է, որբևայրին ընդամենը 2 լումա տվեց, հարուստերը շատ բան էին տալի, բայց Հիսուսը ասեց, որբևայրին ավելի շատ տվեց, ինչի՞։ Որտեղ ասում է տվեց իր եղածը, օրվա կերակուրը, իսկ նրանք իրենց ավելցուկից էին տալի։ Ուզում ասի, հարուստներ, դուք այդ որ տալիս եք, էդի քիչ էր, դուք պետք է շատ ավելի տաք։ Այդ չի նշանակում, որտեղ իրենց ավելցուկից էին տալի։ Իսկ մարդիկան ասում են, չէ, հենա Հիսուս ասեց, որբևայրին ամենաշատ տվեց, բեր ես ճիշտ է, միլիոնատեր եմ, բայց տանեմ 2 լումա գցեմ։ Տանեմ 2 լումա գցեմ։ Չէ, այտենց չենք պատվում Տիրոջը։ Դու պատվի Տիրոջը։ Առակացի մեջ էլ ասում է պատվի Տիրոջը քո ունեցվածքից եւ քո շտեմարանները կլցվեն առատությունով։ Պատվիր Տիրոջը, որտեղ ենք պատվում Տիրոջը, ըստեղ, երբ որ մենք դա անում ենք, մենք ջարդում ենք մամոնայի ոգու ազդեցությունը։ Ժամանակ առ ժամանակ սովորեք մեծ զոհ բերել Աստծուն, ժամանակ առ ժամանակ մեծ զոհեր արեք Աստծո համար։ Աստված օրհն եկեք կանգնենք կարգ փառաբանություն։ Ես հավատում եմ, որ այս խոսքը մաքրում է մեր սրտերը։ Մաքրում է Աստված իր խոսքով մեր սրտերը, մեր մտքերը նորոգվում է եւ Տիրոջ օրհնություններն է գալի մեր վրա։ Որը եթե դուք ինչ որ կան մարդիկ, եթե ինչ որ բաներ հայտնաբերեցիք ձեր սրտի մեջ, նպատակ, որ sense հարստություն, Աստված ասում մի արա այդ բանը։ Թող քո նպատակը լինի Տիրոջը ճանաչել։ Տերը կօրհնի, կարա քեզ հարստացնի էլ, լավ մեքենա էլ ունենաս, լավ տուն էլ ունենաս։ Տեսեք, շատ է մեսի կրկնում, շեշտում, որ դուք ծայրահեղ չհասկանաք իմ քարոզը, բայց խոսքը մոտիվների մասին է, որն է քո համար առաջնահերթությունը։ Ամեն։ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը օրհնված լինի, բայց չի ուզում, որ նյութականի պատճառով մենք բաց թողենք իրան։ Կամ ամեն տեղ, որտեղ գնանք նստենք, փող աշխատելու հնարավորություն ունենանք։ Աստված օրհնի ձեզ, եկեք աղոթք անենք, Տեր շնորհակալություն ենք քեզ հայտնում քո խոսքի համար, քո սուրբ խոսքի համար։ Շնորհակալ ենք քո սուրբ խոսքի համար, Տեր ջան։ Քո սուրբ խոսքի համար, որ քո խոսքը 7 անգամ զտված ոսկու պես մաքուր է, ինչպես դու ես ասում, որ իմ խոսքը 7 անգամ զտված ոսկու պես մաքուր է, մենք հավատում ենք, որ քո խոսքը ճշմարտություն է, Տեր Աստված, եւ քո խոսքը թող սրբի մեզ,
քո խոսքը թող սրբի ամեն մեկին այսօր այստեղ Տեր Աստված եւ հավատում ենք, որ սրբեց էլ քո խոսքը մեզ, մաքրեց էլ եւ թող մեր մտքերը նորոգվեն եւ թող մեր նպատակը լինես դու Հիսուս Քեզ ճանաչելը եւ քեզ ծառայելը լինի մեր սրտի նպատակը Հիսուս մենք պատվում ենք քեզ ոչ միայն շուրթերով այլև մեր աշխատանքով մեր ֆինանսներով մեր ամեն ինչով Տեր Աստված մենք քեզ պատվում ենք շնորհակալություն ենք քեզ հայտնում Տեր Աստված ընդուներ մեր սրտերի խոնարհությունը զոհը եւ մենք աղոթում ենք խնդրում ենք մաքրես քո սուրբ արյունով ամեն մեղք ամեն ագահություն Ամեն մամոնապաշտություն, եթե եղել է թե գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող քանդվի չարի սուտը, կոնտրոլը, ազդեցությունը ցանկացած մարդու մտքից այսօր, ցանկացած մարդու կյանքից Հիսուսի անունով, որտեղ մամոնապաշտությունը անեսք է բերում մարդկանց տունը։ Ունենում են շատ փող, մեկ բայց գալիս է դժբախտություններ, լարվածություն Հիսուսի անունով թող քանդված լինի սատանայական ազդեցությունները ամեն մարդկանց կյանքից ես քանդում եմ Հիսուսի անունով Տեր Աստված մենք խոնարհում ենք քո առջև որոշում ենք պատվենք քեզ եւ պաշտենք միայն քեզ կենթանի Աստծուն ոչ թե մամոնային որտեղ դու ասել ես չեք կարող պաշտել Աստծուն եւ մամոնային շնորհակալություն ենք քեզ այդում փառքի Աստված գոհանում ենք քեզանից սուրբ Տեր որ կայր որ կաս եւ որ գալու ես փառքի Աստված շնորհակալություն քեզ ես օրհնում եմ ամեն մարդկանց օրհնում եմ այս ամեն մարդկանց Հիսուսի անունով հալելույա Հիսուսի անունով ամեն